Մի ղեկավար, ով իսկապես ուզում է բարձրացնել Հայաստանի անկախության մակարդակը, չի կարող մոռանալ Արցախի մասին եւ սրբացնել ներկայիս Հայաստանի սահմանները, իր ասածով իրական Հայաստանը։ Քանի որ ներկայիս 29842 կիլոմետր սահմանը, որն ունենք այսօր, գծված է եղել 1921 թվականին Մոսկվա եւ Կարսի ռուս-թուրք սիոնիստական պայմանագրով։ Այս սահմանը այսքան փոքր է ու հատուկ է այսպես գծված, որպեսզի մենք հայերս երբեք չկարողանանք լիարժեք անկախ լինել։ Սա նաև նշանակում է, որ այսպիսի սահմաններով մենք շատ դժվարությամբ կկարողանանք ինքնուրույն մեր անվտանգությունը ապահովել։ Ճիշտ է, 90-ականներին Արցախն ազատագրելով եւ 94 թվականին հաղթանակ կերտելով մեզ համար ճանապարհ բացեցին ոչնչացնելու մեր թշնամիների կողմից կնքված այդ պայմանագիրը, բայց ցավոք այն կիսատ մնաց, որովհետեւ Հայաստանում գործող ռուսական գործակալների պատճառով մենք չկարողացանք այդ հաղթանակը թղթով ամրագրել եւ Արցախը միացնել Հայաստանին, ինչպես կցանկանային այն ազատատենչ հայերը, ովքեր 1988 թվականին դուրս էին եկել փողոց այդ արդար պահանջով։ Նրանք ընդհանրապես ուզում են շտկել այն անարդարությունները, որոնք թրքաբոլշևիկները իրագործել էին մեր դեմ 100 տարի առաջ։